Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայն Հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հոկտեմբերի 31-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե գիտեք, միշտ թիվ 1 իրադարձությունը դա ուկրաինական պատերազմն է, որի ավարտը ինչպիսի տեսք ունենա նոր աշխարհակարգը, իսկ այդ նոր աշխարհակարգում շատ կարևոր է ինչպիսի հարաբերություններ կունենա Միացյալ Նահանգները Չինաստանի հետ։ Պարբերաբար այդ մասին խոսում ենք, Չինաստանը բավարար չափով մեծ է ու բավարար չափով վտանգավոր, որպեսզի նրան պահես քեզնից հեռու։ Դա այն հակառակորդն է, որին պետք է պահես քեզնից չափազանց մոտ, որի պարագայում կարողանաս նաև նրան կտրել ուրիշ թևերից քո մոտիկությամբ։ Խորհրդային Միությունը մի մեծ աշխարհաքաղաքական հիմարություն արեց Արևմուտքի հետ հակամարտության ժամանակ միջուկային զենքով օժտեց Չինաստանին, բացի դրանից հետամնաց Չինաստանին զարգացրեց, մթամինքը շատ էր զարգացած, գնաց Չինաստանի ինդուստրիալ խնդիրներ լուծեց եւ այլ, շատ բաներ։ Չինաստանը որակապես առաջ ընկավ, որից հետո թիվ 1 խնդրեմը ունի Ռուսաստանը։ Ռուսաստանը համարում է, որ հիմա Չինաստանից օգտվում է, բայց այդ օգտվելը կախվածությունն է մեծացնում։ Հիմա հուսանք, որ Դոնալդ Տրամպը այդ հարցը արդեն պատկերացնում է այն համատեքստում, որ Չինաստանի հարցը լուծելը մի ձև կա Ռուսաստանին պարտության մատնել, Չինաստանի հետ պայմանավորվել, արդյունքում ազդեցության խնդիրներ լուծելով մեկուսացնել Չինաստանի վտանգը, սա է շատ կարևոր, բայց մինչև դրան հասնելը, որտեղ մեզ համար պակաս նաև կարևոր չի Հայաստանի եվրոպական ապագան, այս սորերի ընթացքում պարբերաբար նորից խոսում են, երբեք Հայաստանը Եվրոպային այնքան մոտ չի եղել, ինչքան հիմա, հայտարարությունների մակարդակով գուցե, իրականությունը բացարձակ այդպես չէ, ու մեր պետք չի, որ մենք դա համեմատենք նախկինում ինչ են արել, ինչ չեն արել, նախկինում եթե ամեն ինչ արածը լինեին լավ, 20 տարի ես ինչի մասին էի խոսում, այդ վատ արածի մասին, անհետևողական արածի մասին, եվրոպական ճանապարհը բռնելու փոխարեն Հայաստանի ռազմավարական օբյեկտները Ռուսաստանին տալու մասին, գույք պարտքի դիմացի մասին, 102 ռազմաբազայի պայմանագիրը երկարացնելու, գազի խողովակաբանից Իրանից գալու դեպքում տրամագիծը այնքան փոքրացնեն, որ դա տրանզիտի չծառայի։ Բոլորը չթվարկեմ այդ ամեն ինչը գիտեք, բայց այդ ամեն ինչը տենց էր, որ խոսում էինք, բայց ինչից էինք խոսում։ Իսկ հիմա երբ որ ասում են աննախադեպ, լավ է, նորից հիշատակենք, որտեղ եթե ամեն օր իրանք դա ասում են ու դրան չենք հակադարձում, տպավորություն է, որ իրանք ճիշտ են ասում, թե չէ մի մեծ հաճույք չենք ստանում ամեն օր նույն բանի մասին խոսել։ Բայց քանի որ այս կրակոտ ձևով Նիկոլ Փաշինյանի Եվրոպա գնալ առիթը նորից օգտագործեցին, մեկ անգամ եւս ասենք, Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ։ ԵԱՏՄ դա տնտեսական տիրույթ է, տնտեսական տիրույթում կա իր համակեցության կանոնները։ Այդ համակեցության կանոններին ինչը չի հակասում, ստորագրել ես Եվրոպայի հետ, խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր։ Այսինքն ժամանակին Հայաստանը ասոցիացիան համաձայնագիր պետք է ստորագրեր Եվրոպայի հետ, որը չարեց, որից էլ բխում էր խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, այս մեկը համապարփակ եւ ընդլայնված ներողություն գուցե սխալ ասացի։ Հա, այսինքն տեսեք խնդիրը որն է։ Այն ժամանակ մենք գնում էինք այդ ճանապարհով, որ դառնանք Եվրամիության մաքսային միության անդամ, բայց մենք այդ ճանապարհով չգնացինք, գնացինք մյուս կողմ։ Այն ինչ որ չի հակասում այս մաքսային միությանը ստորագրվեց Եվրամիության հետ սեպան, համապարփակ եւ ընդլայնված։ Հիմա դրանից հետո 15 թվականից հետո անընդհատ Հայաստանը ընդլայնվել է ԵԱՏՄ-ի ուղղությամբ։ Այսինքն նույնիսկ ինքը չի կարող այսօր հասնել 17 թվականի ստորագրած փաստաթղթի կատարմանը, որը որ բխել է 15 թվականին ԵԱՏՄ-ի հետ ինչ պայմանավորվել ես, 17 թվականին մնացածը ֆիքսել ես Եվրոպայի հետ։ Իսկ այսօր 10 տարի Եվրոպայի հետ հարաբերությունները, Եվրամիության հետ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խորացնելով, դու չես կարող Եվրոպայի հետ ավելի մոտենաս։ Ուղղակի դա պարզ խաբեություն է։ Դու ընդհակառակը ավելի հետ ես քաշում, որովհետև դրանք իրարից տրամագծորեն տարբերվող են։ Իհարկե Եվրոպան Ռուսաստանի հետ առևտուր անում է, դա նորություն չի։ Համակարգային առումով են իրանք իրարից հեռանում։
նույնիսկ կարող է երբ որ Եվրամիությունը ընդլայնվում է Ռուսաստանին ավելի մոտենա աշխարհագրորեն, բայց իրականում ֆունկցիոնալ առումով նա ավելի է հեռանում իրանից։ Այսինքն նույնիսկ եթե մեր մոտ ասում են դե տեսնում եք նաև բանակցում ենք վիզաների ազատականացման ուղղությամբ, տեսեք առաջընթաց կա։ Վիզաների ազատականացումը նույնպես պարտավորությունների շրջանակում էր հետևողական աշխատանք տանելու, որպեսզի վիզաները ազատականացեն։ Բայց եթե մնացած քայլերը չես կատարում, այդ վիզաների ազատականացումը նույնպես տեղի չի ունենալու։ Տեղի էլ ունենա վերանայելու են։ Վրաստանի օրինակը նայեք, վիզաների ազատականացման հետ կապված չէին բանակցել, չէին պայմանավորվել, բայց մնացած հարցերը ձախողեցին, մարդկանց ասեցին, բայց եթե դուք մեր գործընկերը չեք, էլ ի՞նչ վիզաների ազատականացում։ Այսինքն մեկը առանձին վերցրած վիզաների ազատականացման բանակցություններ, որը ցույց տալ տեսեք ինչ առաջընթաց ունենք, այդ առաջընթացը բխելու է այն մնացածից։ Ու մենք շատ լավ մեր աչքի առաջ տեսել ենք Վրաստանի օրինակը։ Դրա համար եթե իշխանությունները զուտ քարոզչական նպատակով առաջիկա ընտրությունների ժամանակ իրանք ինչ են արել, գնացել են Պուտինին ասել են մեզանից լավ քեզ ծառայող չկա, այսինքն ռուսամետ ուժերին ուղղակի հաղթել են ռուսական դաշտում։ Ինքը գնացել է Հայաստանի շահերով պարտվել է Ռուսաստանին, բայց հաղթել է ռուսամետ ուժերին։ Սա պայմանավորվել է Պուտինի հետ ու եկել է այստեղ խաղեր են տալիս Եվրոպա գնալու համար, որպեսզի հիմա էլ Եվրոպայի հետ կապված ընտրողների ձայները վերցնեն, ասում են դե մենք ենք ձեզ Եվրոպա տանում, բա ով է տանում, հո Քոչարյանը չի տանում։ Կալակաձե մենք Քոչարյանից էինք սպասում, որ մեզ պիտի Եվրոպա տանի։ Բացի դրանից էլ Նիկոլ Փաշինյանին պաշտպանողները, որ ասում են, բա այս թերությունները ասում են, հա, բայց դե մեզ Եվրոպա է տանում։ Դրա համար մենք իրանց սատարում ենք։ Այդ նույն մարդկանց եթե դուք վերցնեք, այդ նույն մարդիկ Սերժ Սարգսյանի թիմակիցներն էին։ Այն հրապարակային գործիչները, որոնք ասում են դե Սերժ Սարգսյանը մեզ Եվրոպա է տանում, մենք դրա համար իրան պաշտպանում ենք։ Նիկոլ Փաշինյանը նրանց ժառանգություն է ստացել։ Նրանց ՀԿ-ները ֆինանսավորվել են Սերժ Սարգսյանի ժամանակ, Եվրոպա տանող Սերժ Սարգսյանի ժամանակ, ժողովուրդ ջան։ Նրանց ՀԿ-ների համար կանաչ ճանապարհ էր բացել Սերժ Սարգսյանը, ինչու համար էր դա անում, որպեսզի հանկարծ իրական արևմտամետ ծրագրեր ունեցող գործիչներին հանկարծ չֆինանսավորեն։ Այսինքն փոխվել են եվրո չինովնիկները, փոխվել են Հայաստանում իշխանությունները, բայց Եվրոպայի շահերը սպասարկողները Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ եւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ պատահականորեն նույն մարդիկ են։ Այ մարդ, այս ինչ ձևի եք դուք Հայաստանը Եվրոպա տանում Քոչարյանի ժամանակ։ Վերցրեք կենսագրությունները նայեք, վերցրեք գործունեությունը նայեք ու դուք կպատկերացնեք նույն բանն անելու են հիմա։ Այնպես որ պետքա լավ զգոն լինել եւ ասել, որ դրա վրա մենք չենք խաբվելու։ Իսկ հիմա անցնենք տեսնենք աշխարհում ինչ է կատարվում։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների տնտեսական եւ առևտրային թիմերը խորը բանակցություններ են վարել եւ համաձայնության են եկել խնդիրների լուծումների վերաբերյալ։ Տնտեսական եւ առևտրային փոխհատուցությունները պետք է մնան կապերի շարժիչ ուժը, այլ ոչ թե խոչընդոտների կամ հակամարտությունների աղբյուրներ լինեն։ Մինչ Սին կոչ է արել երկու կողմերին կենտրոնանալ համագործակցության երկարաժամկետ օգուտների վրա, այլ ոչ թե ընկնել հակադարձ գործողությունների արատավոր շրջանի մեջ։ Դուք եւ ես Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների ղեկին ենք, այդ Տրամպի հետ է խոսում։ Քամիների, ալիքների եւ մարտահրավերների դեմ մենք պետք է շարունակենք ճիշտ ուղին, կողմնորոշվենք բարդ լանդշաֆտում եւ ապահովենք Չին-ամերիկյան հարաբերությունների հսկա նավի կայուն առաջընթացը, ասել է Չինաստանի նախագահ։ Իդեպ, այս ամեն ինչը բարելավելն եկավ փոխադարձ մաքսային պատերազմների արդյունքում, որ երկուսը իրար ուժ ցույց տվեցին, արդյունքում նաև Դոնալդ Տրամպը հասկացավ, որ Չինաստանին այդպես չէ սախտի, դրա մասին մենք բարբերաբար խոսել ենք, որ մինչև ինքը Չինաստանի հետ հարաբերությունը չվերականգնի, ինքը աշխարհաքաղաքական այն կշիռը, որը Միացյալ Նահանգները ուներ կամ սպասում են, որ ավելին ունենա, անկեղծորեն նույնիսկ պատերազմից առաջվա ազդեցությունը ուկրաինական պատերազմից բավարար չէր, որովհետև Ամերիկան բավական կշիռ էր կորցրել։ Մենք հույս ունեինք, որ ուկրաինական պատերազմում ինքը վերականգնի իր ազդեցությունը եւ ավելին անի, որից հետո նոր Եվրոպայի անվտանգությունն ապահովելու ճանապարհով գնանք աշխարհը կլինի ավելի անվտանգ։ Մրցակցությունների մեջ մտնել ուժի դիրքերից մոլորակը անվտանգ լինել չի կարող։ Առավել ևս ինչքան բախտախնդիր կա միջուկային
զենք ունի, որը որ կարող է ասենք ասի դե եթե չեք թողում ես իմ ուզածը ստանամ, մոլորակը կպայթացնեմ։ Քաղաքակիրթ երկրներն էլ որոշ ժամանակ խաբվել են դրա վրա։ Չմտածելով, որ այդ մարդիկ կյանքի վրա նենց են դողում, այդ մարդիկ կյանքում դա չեն անի, այդ մարդիկ գիժ չեն, այդ մարդիկ գժական են գնում, դրանք էականորեն տարբերում է հայ ժողովուրդը եւ շատ լավ գիտի այդ բառերի տարբերությունը։ Ցավալիորեն երևի լավ չեն թարգմանել եվրոպական երկրների համար ինչ է գիժը, ինչ է գժականը։ Դրա համար իրանք երևի լավ չեն պատկերացնում, քանի որ մենք շատ լավ գիտենք Ռուսաստանի ազդեցության տակ ապրել ենք, մենք հրաշալի գիտենք ամեն մեկի խոսքի կշիռը եւ նրա քայլերը, դա կանի թե չէ, դա բլեֆա թե իրականություն։ Հիմա շարունակությունը նայենք։ Պեկինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը համաձայնել են 1 տարով դադարեցնել միմյանց նավերի համար փոխադարձ նավագնացության մաքսատուրքերը։ Դա վերջերս էին ընդունեց մի կողմը, պատասխանը տվեց մյուսը, հետո մյուսը եւ այլ, դու արդյունքում ինչի հասան։ Ինչ խնդիր լուծեցին։ Շատ դեպքերում, երբ որ Դոնալդ Թրամփը նաև ասում է, տեսեք, մենք մաքսատուրքերով այնպես կանենք, տեղական արտադրությունը կզարգացնենք, այսինքն պրոտեկցիոնիզմի քաղաքականություն կվարենք տեղական արտադրողի համար, ասել են, որ դա անիմաստ բան է, դա տեղի չի ունենալու։ Դու չես կարող զարգացնել տեղական արտադրությունը Չինաստանին դուրս մղել, նրա ապրանքը ավելի էժան է։ Իսկ հիմա արդեն շատ դեպքերում անգամ որակով, եթե ժամանակին ուղղակի միայն էժանությունն էր մտցնում շուկա, հիմա նաև որակի հարցն են կարողանում լուծել։ Դու չես կարող Չինաստանին ապրանքը զրկես, որի դեպքում ամերիկյան ապրանք արտադրես ավելի էժան ու ավելի որակով։ Չի կարող դա լինել։ Դա հարված էր հենց Ամերիկայի հարկատուի գրպանին, Ամերիկայի ընտրողի գրպանին, որը խաբեությամբ ձայն ստացակ կամ գուցե միամտաբար, չգիտեմ, արդեն դուք որոշեք։ Բայց այս պարագայում հիմա համոզվեցին, որ դա չի ճանապարհը։ Հիմա արդեն վերանայում են բարեդրացական հարաբերությունների արդյունքում։ Իսկ հիմա ինչ է ասում ԱՄՆ նախագահը այդ հանդիպումներից։ Դոնալդ Թրամփը անդրադառնալով հանդիպմանը նշել է, եթե 0-ից 10 սանդղակով գնահատեմ Սիի հետ հանդիպումը, ապա այն 12 բալ էր։ Թրամփը նշել է, որ անդրադարձել են ռուս-ուկրաինական պատերազմին։ Սիի հետ երկար խոսել ենք Ուկրաինայի մասին, մենք միասին կաշխատենք ինչ-որ բան անելու ուղղությամբ։ Մենք համաձայնել ենք, որ երկու կողմերն էլ կողպված են մարտերում եւ երբեմն պետք է թույլ տալ, որ նրանք կռվեն, խենթություն է։ Սին կօգնի մեզ Ուկրաինայի հարցում, բայց մենք շատ ավելի չենք կարող անել, ասել է Թրամփը։ Թրամփը հրաշալի գիտի, որ որն է Սիի օգնությունը։ Առաջինը ուղղակի Ռուսաստանին չօգնել, բայց մեկ խնդիր կա, որ Սին Ռուսաստանին չօգնի։ Դու Ռուսաստանին պետք է հայտարարես ագրեսոր, օկուպանտ եւ պատերազմի թշնամի, պատերազմի հանցագործ Վլադիմիր Պուտինին, որի պարագայում Սին ուղղակի զգուշանա ասի միջազգային հանրությունը պատերազմի հանցագործի հետ համագործակցությունը կարող է լավ չտանի եւ Չինաստանը խնդիրներ ունենա իր գործընկերների հետ։ Այդ իսկ պատճառով ավելի լավ է Ռուսաստանի հետ մոդիկության հետ կապված չզոհաբերեմ արևմուտքի հետ հարաբերություններս մանավանդ 340 միլիոնանոց շուկան դա ամերիկյան շուկան է, 450 միլիոնանոց շուկա դա Եվրամիության շուկան է, իսկ ինչի մենակ Եվրամիությունը նայենք Եվրամիության սերտ գործընկեր Մեծ Բրիտանիային էլ գումարենք եւ ինչի համար եմ ասում, որ այսինքն Չինաստանը պետք է մտածի, իսկ ինձ պետք է Ռուսաստանի պատճառով հարաբերություններս փշացնեմ, իհարկե ոչ։ Այն դեպքում ինչ էլ ուզում եմ Ռուսաստանից ստանում եմ, ամենաէժան գնով ստանում եմ, ինչ էլ որ վաճառում եմ այն ինչ որ ես ուզում եմ։ Առաջավոր տեխնոլոգիա էլ Չինաստանից Ռուսաստան չի մտնելու։ Ինչի պետք է մտնի։ Հո Չինաստանը ապուշ չի, որ նույն ապուշությունն անի, որ իրա դեմ արեցին։ Այսինքն իրան օգնեցին, որ ինքը մրցակից դառնա, մի բան էլ գերազանցի Ռուսաստանին։ Հիմա Չինաստանը առաջավոր տեխնոլոգիա է մտցնել Ռուսաստան, արևմուտքի ինադու, հետո ինքը կրականգնի 17.2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Ռուսաստանի ձեռը, որը միջուկային գերտերություն է։ Իմաստը ո՞րն է։ Նրան ինչքան որ Ռուսաստանը թույլ լինի, այնքան իրան ձեռնտու է։ Եվ իրան պետք չի ուկրաինական պատերազմում Ռուսաստանը պարտվի, որովհետև այդ դեպքում գիտի, որ շուռ են գալու իրան, բայց պետք է իրան համոզել, որ Ռուսաստանի պարտվելը քո դեմ չի, Ռուսաստանի պարտվելը քեզ հաղթող գործընկեր դարձնել է նշանակում։ Եռյակը հաղթեց
նացիստական Գերմանիային, ֆաշիստական Իտալիային, բայց եռյակը կռվեց, այնքան բարձր գնահատեց Ֆրանսիայի դերը այդ ամեն ինչում, Ֆրանսիայի պայքարը, որ երկրի տարածքից դուրս նաև Շարլ դե Գոլը, որ պայքարում էր, որ իրանք սենց սկուտեղի վրա հաղթող ճանաչեցին նաև Ֆրանսիային։ Չի եղել այդպես։ Կապիտուլյացիայի ակտի ժամանակ նստած չէր Ֆրանսիայի ներկայացուցիչը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ չի, Նյուրնբերգյան դատավարության ժամանակ մեղադրող կողմերից մեկը չէր, Շպանդաուի բանտում Նյուրնբերգյան դատավարությունից հետո ռեժիմը պահպանելու երկրներից մեկը Ֆրանսիան չէր, օկուպացիոն զոնաներ բաժանելու ժամանակ մի զոնան Ֆրանսիային չէր, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որ միացրեցին, դարձրեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այսինքն նույն հաջողությամբ կարող է դա այդպես լինել, եթե դու նորմալ գործընկեր ես։ Այնպես որ սա էլ մենք նկատի ունենք, որ այսինքն Չինաստանը շատ լուրջ ձևով կարող է աջակցել ուկրաինական պատերազմին, ճնշելով Ռուսաստանի վրա, հաստատ իմանալով, որ ինքը հաղթողի հետ է, ոչ թե պարտվողից հետո հաջորդ պարտվողն ալնելու։ Իսկ դրա երաշխիքները պետք է տա Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը։ Մի քանի ամիս առաջ ասում էր Ռուսաստանին մեզանով անենք, Չինաստանին նեկուստացնենք։ Ապշած ասում ենք Տեր Աստված, այս մարդը ո՞նց է այդ աթոռին նստել այդքան պարզ բանը չհասկանալով։ Բարեբախտաբար հասկանում է ժողովուրդ ջան, արդեն ինչպես տեսնում եք, ինքը այդ ուղղությամբ է գնում։ Որքանով հետևողական կլինի, մենք էլ հետևողականորեն կհետևենք իր քայլերին։ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջնորդների հանդիպումներից հետո Սի Ցզինպինը հայտարարել է, որ չինացի եւ ամերիկացի բանակցողները համաձայնության են եկել հիմնական հարցերի շուրջ եւ խրախուսական առաջընթաց են գրանցել։ Չինաստանի զարգացումը չի հակասում ամերիկյան կրկին լավը դարձնենք տեսլականին, հայտարարել է Չինաստանի առաջնորդը, այսինքն Դոնալդ Տրամպի դեռ առաջի պաշտոնավարման ժամանակվա մագան Make America Great Again, դարձնենք Ամերիկան նորից հզոր, այն դեպքում երբ որ ինքը բոլոր քայլերն անում է, որ Ամերիկային հարվածներ հասցնի, հուսանք, որ ինքը գոնե կվերադառնա այս կարգախոսի։ Փաստորեն Չինաստանն ասում է անգեր, քո կարգախոսը մեզ չի հակասում, բերնենք անենք Ամերիկան դառնա նորից հզոր։ Չինաստինը ասում տեր կանգնի քո կարգախոսին, այսօրը հասանք, ժողովուրդ ջան, բայց էլի ոչինչ, եթե գոնե սա հետևողական լինի։ Իսկ հիմա շարունակությունը, որը պակաս հետաքրքրական չի, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Հնդկաստանի հետ 10-ամյա պաշտպանական համագործակցության պայմանագրի ստորագրման մասին։ Հեքսեթի խոսքով պայմանագիրը տարածաշրջանային կայունության եւ զսպման անկյունակարն է եւ կնպաստի երկու երկրների միջև ավելի խորը համակարգմանը, հետախուզական տվյալների փոխանակմանը եւ տեխնոլոգիական համագործակցությանը։ Իր հերթին հնդիկ նախարարը գովաբանել է իր ամերիկացի գործընկերոջ հետ արդյունավետ հանդիպումը, ընդգծելով, որ պայմանագիրը կթևակողի նոր դարաշրջան Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի միջև պաշտպանական հարաբերությունները։ Իհարկե Հնդկաստանը, որը ավելի մեծ բնակչություն ունի, քան Չինաստանը, Հնդկաստանը այդպիսի ազդեցություն չունի ոնց որ Չինաստանը աշխարհի վրա, Չինաստանն էլ չուներ իմիջիալ, Չինաստանն էլ ի սկզբանե չէր ցկտում ասես դառնալ գերտերություն, ոնց որ ասում էր լավ, ես իմ գործն անեմ բիզնեսով, ուղղակի ավելի շատ միամտածնում էր, թե հետագայում միանգամից մեկ էլ տեսակ նրա ազդեցությունը։ Բայց եւ միևնույն ժամանակ Հնդկաստանի հետ կապված էլ նորմալ հարաբերություն ունենալը Միացյալ Նահանգների շատ մեծ հնարավորություն է տալիս, որովհետև այդ ռեգիոնում Միացյալ Նահանգները, եթե գործընկեր պետություններ ունենա Չինաստանին ու Հնդկաստանին, որևէ խնդիր չունենա աշխարհի մնացածների հետ, որևէ խնդիր չունենա նաև իրանց հետ։ Եվ այս պարագայում շատ հետաքրքիր է նաև Հնդկաստանի հետ հարաբերությունները, կարգավորել որովհետև վերջերս, երբ որ բավական ագրեսիվ ձևով էր Դոնալդ Տրամպը խոսում Չինաստանի ու Հնդկաստանի հասցեին, պատահաբար այս երկուսը սկսեցին բարեկամական ժեստեր անել Ռուսաստանին։ Գուցե երևի Դոնալդ Տրամպը հասկացավ իր սխալը եւ փորձում է նաեւ դա վերականգնի եւ վերանայի, որովհետեւ եթե ցանկանում ես այդ երկուսի հետ հարաբերությունը կարգավորես, Ռուսաստանի հարցը պետք է լուծես եւ իրանց հետ որևէ խոչընդոտ, որևէ խնդիր ուղղակի չես ունենա։ Շատ մեծ շուկա են, հանգիստ իրանց համար ինչ ուզում ես վրները վաճառի, ինչ էլ իրան կարտադրեն, կլինի էժան, կբերեն, ինչ էլ քեզ պետքա կբերես Ամերիկայի շուկայում կվաճառեն։ Ինչ խնդիր ունես դու նրանց հետ։ Ինչ խնդրեմ ունես դու նրանց հետ կիսելու։
Եվ ինչպես տեսնում եք, սա նույնպես մտնում է այդ ընդհանուր համալիրի մեջ։ Իդեպ Հնդկաստանը պարբերաբար խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ, բայց նաև ընդհանուր գործընկերային հարաբերություններ ունի։ Պետք է Հնդկաստանը հասկանա ում հետ է փոխում։ Ռուսաստանը Ամերիկայի հետ փոխելու հարցում մի վայրկյան ինքը չի տատանվի, բայց եթե Ամերիկան անընդհատ սպառնալից լեզվով խոսա, դե կասի դե լավ, հակառակը չեն կնգել ձեր ձեռից։ Դա տարբերակ չի, դա ճանապարհ չի։ Իսկ հիմա այս ամեն ինչի մասին խոսում ենք, մի հատ իրականությունից կտրված մեկը կա, որը որ ժամանակին նախագահ աշխատել Ռուսաստանում եւ իր բերանով ամեն ինչ ասում են։ Մինչեւ վերջերս ինչ էր ասում Լավրովը, իսկ մենք երբ ենք սպառնացել Եվրոպային, կամ ով ասի, որ մենք այդ որ հիմարն է ասում, որ մենք ուզում ենք հարձակվենք ՆԱՏՕ-ի վրա, այդ որ ապուշն է ասում, որ մենք ցանկանում ենք հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Ասենք ժողովուրդ ջան, ես ասեմ եզրակացությունը դու կարեք։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև Բելգիայի ափերին Պոսեյդոն ստորջրյա կառավարվող սարքի փորձարկումը կհանգեցնի նրա անհետացմանը։ Հասկացաք։ Լավրովին ասեք, Մեդվեդևին լսի։ Ինքը արդեն Բելգիան անհետացնում է, ժողովուրդ ջան, Պոսեյդոնով։ Բա հիմա այս որ Մեդվեդևն ասեց, մենք լսեցինք, ձեզ էլ ներկայացրեցինք, դուք էլ այս մասին կարդում եք։ Հիմա չհասկացաք, որ այս արտահայտությունը եվրոպական երկրների բնակիչներն ու հարկատուները լսում են, որ Դմիտրի Մեդվեդևը պատրաստվում է Պոսեյդոն հրթիռով վերացնի Բելգիա պետությունը։ Բելգիան ՆԱՏՕ-ի կենտրոնակայան երկիր է։ Բելգիան ՆԱՏՕ-ի մայրաքաղաքներից մեկն է, ներողություն, Եվրոպայի մայրաքաղաքներից մեկն է, պարզ է, եվրոպական երկրներից մեկի մայրաքաղաքն է, բայց նաև համաեվրոպական ու եվրոատլանտյան կառույցների մայրաքաղաք երկիր է։ Այսօր դուք հասկանում եք ինչ է կատարում։ Բոլորը լսում են, չէ՞ սա։ Բայց սա Ռուսաստանը ինքը եթե իր գլխին չսարքի, ժողովուրդ ջան, ոչ մեկը չի կարող։ Անենց ուրաքատաշ քաղաքականություն, որ Ռուսաստանը վարում է, այդպիսի քաղաքականություն ֆանտաստիկ փողեր էլ ծախսես, դու չես կարող տենց մարդիկ պահես, որոնք կարողան աշխարհին ցույց տա, թե ինչ հիմարություն են անում։ Հիմա ինչպես տեսնում եք, հիմա այս մի արտահայտությունը արևմուտքյան շատ կառույցների հնարավորություն է տալիս, ասել Ժորժ ջան, հիմա հասկացաք, ում հետ գործ ունենք։ Ու նույնիսկ եթե արևմուտքից Ռուսաստանին սպառնա, դա կապ չունի։ Հենց դուք պատասխան սպառնացիր, իրան սպառնալիքը դնում են մի կողմ, լայնորեն տարածում են Ռուսաստանին հնչող կարծիքները։ Ու չեն կարող ասել լավ էս Դմիտրի Մեդվեդևը անլուրջ մարդ է, ինչ է հետը գլուխ դրել։ Նրանք շատ լավ հասկանում են, որ այդ անլուրջ մարդը Ռուսաստանում առանց Պուտինի համաձայնության նման հայտարարություններ չէր անի։ Պուտինը ինքը շատ համեստ է արտահայտվում, անհամեստ բաները թողում է այս մարդուն, որ ասեն դե լավ ծաղրացու է, այս այն է, ծաղրացու է իշխող քաղաքական ուժի խորհրդի նախագահն է։ Ծաղրացու է եղել է Ռուսաստանի նախկին նախագահը ու նախկին վարչապետը եւ հիմա անվտանգության խորհրդի փոխնախագահը, ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը հրաշալի հասկանում են արևմտյան երկրները։ Նրանք որպես մարդ համարում են, որ այդ ծաղրացուի հետ գործ ունեն, բայց որպես պետություն ներկայացնելու նրանով լավ էլ վախեցնում են իրանց քաղաքացիներին։ Իսկ հիմա մենք նայենք մեր հետ կապված, այդ որ ասում ենք ինչա կատարվում, այս խնդրի հետ կապված մենք նայում ենք, որ առաջիկա ընտրությունները, ոնց որ ասում ենք, հիմա փորձելու են ասել Եվրոպայի հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք, այդ ուղղությամբ են գնալու, իրականում գիտենք դա այդպես չի, այդ նույն բաներն ասում էր նաև Վրաստանի իշխող քաղաքական ուժը անցյալ տարվան խորհրդարանական ընտրություններում, բայց տեսանք ինչպես ինքը ջախջախեց այդ ամբողջ ծրագիրը, որ հետևողականորեն տասնամյակներով վրա ժողովուրդը տանում էր։ Քայլ առ քայլ մեզանից առաջ էին, քայլ առ քայլ իրանք առաջ էին նաև որոշակի կարգավիճակով ու գործողություններով։ Տեսակ ինչ արեցին։ Ինչ է նշանակում ռուսական ազդեցությունը մի մարդու վրա, որը որ ասենք այդ ազդեցությունը իշխանությունն է ձևավորել եւ ինչ ուզի դա կանի ընդդեմ իր ժողովրդի շահերի եւ իօգուտ Ռուսաստանի։ Հիմա այդ նույն խնդիրները Հայաստանի հետ կապված մենք նույն խնդրեմը ունենք։ Ռուսական ճանապարհով գնալու են, առաջիկա ընտրությունները կռիվա գնալու ռուսամետ ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի միջև, որ հայ տեսեք ուզում են մեզ տանեն Ռուսաստան։ Կարակացել, բա դու ուր ես տարել։ Դու ավելին ես արել, քան առաջ եղել է։ Որովհետև դու ունեցել ես նաև հասարակական վստահություն։ Որևէ մեկը ասում է Նիկոլ Փաշինյանը ձայն չի ստացել։ Նրանք ասում են ընտրությունները կեղծել են։
հայ ժողովրդի շահերը չի դա։ Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է ժողովուրդը ինձ ընտրել է, ժողովուրդը ինձ մանդատ է տվել, ինձ ասել է գնա այս քայլերն արա։ Այդ քայլերի մեջ մտնում է, որ ինքը Ռուսաստանին համարի եղբայր։ Այդ քայլերի մեջ մտնում է, որ այն բոլոր քայլերը Ռուսաստանի հետ հարաբերության չվերանայի։ Իսկ հիմա նայենք այդ նույն հարցի հետ կապված հիմա էլ Ադրբեջանի հետ։ Խաղաղություն ենք բերել, խաղաղություն ենք բերել եւ դրանով ենք գնում ընտրության։ Պայքարում ենք ռուսամետ ուժերի դեմ, խաղաղություն ենք բերել։ Մենք ժողովուրդը ընտրելով մեզ ընտրում են խաղաղությունը, եթե մեզ մերժում է, ուրեմն պատերազմ է ուզում։ Այսինքն Ալիևի հետ պայմանավորվում են, ասում են, տես, հա, ես հիմա անենց անեմ խաղաղության անունը տամ, որ հանկարծ եթե ինձ չընտրեն, նշանակում է դու հիմք ես ունենում բանը մերժում են խաղաղությունը, հանգիստ կարող ես հարձակվել Հայաստանի վրա։ Այսինքն հող է նախապատրաստում շանտաժ անելու ժողովրդի համար։ Իսկ հիմա հասկանանք իրականում Ադրբեջանից խաղաղություն է գալիս ու մենք դա չենք հասկանում, թե Ադրբեջանը աշխարհին ասում որ ինքը խաղաղասեր է, խաղաղության բոլոր նախաձեռնությունը իրանից է գալի, իսկ իր երկրի ներսում միանգամայն այլ քաղաքականություն է իրականացնում։ Այսինքն դրանով հնարավոր չի մեր հասարակությանը խաբել։ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայել Եվդոկիմովը հայտարարել է, որ Զանգեզուրի Միչանսկի 44 կիլոմետրանոց հատվածը կարող է վերականգնվել մոտարապես 2 տարվա ընթացքում, թունելներն անվնաս են եւ միայն երկաթուղային համալիրն է պետք վերականգնել։ Հարցածագում, եթե Զանգեզուր արտահայտությունը այդքան վիրավորական չլներ ու տագնապ չառաջատներ, Նիկոլ Փաշինյանը մի քանի միջազգային ֆորումներում այդ հարցին ինչի է անդրադառնում։ Հայաստանում անդրադառնում է, դրսում անդրադառնում է, անգամ հարցակվում է Բրյուսելում падգամավորի վրա, թե դատապարտելի է ձեր վարքագիծը, ինչ Զանգեզուրի միջանցք մեր պայմանագրերի մեջ դա չկա։ Այդքան ասեց Ալիևը վերանայեց, չէ։ Իսկ մենք դա ինչ ենք ասում։ Հարցը մենակ այդ բառը չի, որ ասենք դե լավ կարճելեք բառից։ Մենք ուզում ենք հասկանանք, իսկ Ալիևի հնչած խոստումը, որ խաղաղություն է բերել, կարելի է վստահել մի մարդու, որ թուղթ ստորագրում Տրամպի ուղի, հաջորդ օրը կանգնում ասում Զանգեզուրի միջանցք, լավ իմանալով, որ հայ ժողովրդին դա դուր չի գալի, լավ իմանալով, որ դա պահանջատիրության տպավորություն է թողում Հայաստանի նկատմամբ։ Անգամ Նիկոլ Փաշինյանը փորձեց ցրի արդարացնի Ալիևին, չէ, Զանգեզուրի միջանցք ասելը իրանց տարածքում երկու բնակավայրերի ճանապարհին էին ասել, ավելի ծիծաղելի բան չկար։ Իրան կանեցին հստակեցրեցին, ոչ Զանգեզուրի միջանցք, մենք հասկանում ենք Հայաստանի տարածքով անցնողը։ Ռուսաստանի ներկայացուցիչը Փաշինյանի եղբայր Ռուսաստանի ինչ է օգտագործում Զանգեզուրի միջանցք։ Ու օգտագործում է Հայաստանի տարածքի մասին։ Այս 44 կիլոմետրանոց որ ասում է այդ թունելները կա, այս կա, ինքա որը նկատի ունի։ Հայաստանի տարածքի չի մասին է խոսքը։ Ոնց պետք է մենք վստահենք այդ Ադրբեջանին։ Ուրիշ հարցերում, ավելի գլոբալ հարցերում ոնց պետք է վստահենք։ Մեզ ասում են չեք հասկանում, Ալիևն է խոստացել, ասում ենք հասկանում ենք։ Դու չես հասկանում, թե Ալիևն ինչ է անում։ Նույն Ալիևի հետ կապված ասենք, Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիև, Զանգեզուրի միջանցքի շինարարական աշխատանքներն Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին մոտենում են ավարտին։ Այսինքն Զանգեզուրի միջանցքի իրենց հատվածը արդեն ավարտվում են, մնում է Հայաստանի հատվածը։ Սա մենք հասկանում ենք, որ Զանգեզուրի միջանցքը վերաբերում է Ադրբեջանի տարածքին։ Բայց մենք գիտենք, չէ՞ որ սա Տրամպի ուղին արված էր Տրամպի ինքնասիրությունը շոյելու համար։ Այսինքն իրանք հեչել դրա կարիքը չունեն։ Տրամպին շոյելու կարիքը չունեն ժողովուրդ։ Դա մեզ չի վերաբերվում, մեր Ամերիկային։ Մեզ Տրամպի անունից անվտանգություն եք խոստանում, Ալիևի անունից անվտանգություն։ Մի հասարակ հարցում չեք կարողանում հարցը լուծել։ Եթե դա այդքան երկրորդական, երրորդական է, Փաշինյան մի քանի անգամ ինչպես միջազգային ֆորումներում այդ հարցին անդրադառնում։ Հիստերիայի մեջ ընկնում, կպտնում են падգամավորին։ Ուրեմն կարևոր է, չէ՞ համարում։ Այսինքն մենք էլ տեսնում ենք, որ կարևոր բանը չես կարողանում անել։ Այն էլ ոչ ծախսերի հետ կապ ունի, ոչ որևէ խնդրի հետ կապ ունի, բացարձակ, ընդհանրապես համառորեն ցանկանում են ասել, որ մենք ոնց ուզենք, տենց պետք է ասենք դու ով ես, որ դու մեզ ուղես։ Բա մարդիկ էլ դա լսում են։ Ասում են Ժորժ ջան, բայց նույն Ալիևն է մեզ անվտանգություն խոստացել։ Իսկ հիմա մենք նայենք ինչ է կատարում։ Ադրբեջանական կառավարամետկայքը հղում անելով իր աղբյուրներին հաղորդում է. Ալիևը մերժել է Հայաստանի հրավերը մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում 2026 թվականի գարնանը։ Երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռ թույլ չի տալիս Ալիևին այցը Երևան դիտարկել որպես արդիական քայլ։ Ադրբեջանը ելնում է իրական գործողությունների սկզբունքից, բարձր
Մակարդակի այցն առանց ստորագրված խաղաղության պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին, քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ և պարտավորությունները չեն կատարվել, նման քայլերը անժամանակ կարող են լինել։ Ինչա որևէ մեկը կասկածում է, որ Ադրբեջանում իշխանամեծ, կառավարամետ կայքը կարող է Իրանու գլուխ նման հայտարարություն անի, ինչի Ալիևի այցելությունը Հայաստան, դա նա է, որ ամիսներ առաջ արդեն որևէ կայք ասի, որ Ալիևը մերժելա չի գնում, կարող է ասել կարող է մերժի, կարող է ասել հավանական է չգնա, կարող է ասել բայց այսպիսի կատեգորիկ հայտարարություն անելը նշանակում է իրանք տեղեկացված չեն, սա ինչ է նշանակում։ Ալիևը իր բերանով չի ասում ու իր աշխատակազմի բերանով չի ասում։ Ինչի համար։ Այսինքն ասում եմ, այդ քթին խփենք Փաշինյանի, ասենք դու ուզում ես, որ ես գամ, ես չեմ գա, դա գին ունի։ Դու պետք է բաներ անես, որ ես գամ։ Էս ենք ուզում։ Այսինքն պատերազմից հետո մեզ խաղաղություն է պետք, մեզ իրական Հայաստան է պետք, Ալիևի ոտներն ընկնել է պետք, հասկացեք, որ խաղաղություն լինի, ընկնում եք Ալիևի ոտերը հրավիրում եք ձեր տուն, պատրաստ եք բարձր մակարդակի ընդունել, այն էլ նա լայախ չի անում գա, ասում է դեռ դուք բավարար չափով չեք զիջել, որ ես գամ, այսինքն դա ակնարկա, որ շարունակեք զիջել մինչև ժամանակը գա, որ նոր ինքը հայտարարի, կգամ թե չեմ գա, այսինքն դա իր անունից հայտարարում են, որ դուք դեռ պարտքեր ունեք փակելու, կանեք նոր կգամ, իսկ հիմա մենք հասկանանք այդ ի վերջո ինչա նշանակում։ Նախաստորագրված փաստաթղթի մասին ասել ենք, այդ որ ոգևորված ասում եք խաղաղություն ենք բերել, նախաստորագրվածն ու ստորագրվածը իրար հետ չեն տարբերվում, եթե չեն տարբերում, մենակ կլիներ ստորագրված։ Ուր է այդ նախաստորագրված փաստաթղթի մեջ երաշխիքներ, միջազգային ուրաժամկետներ, պարտավորություններ, քանի անգամ ենք այդ մասին խոսել, ասել են դե լավ էլի, այ մարդ հազիվ խաղաղությունը Փաշինյանը ուսին դրած բերել է, գնացեք համերգի մասնակցեք էլի, ինչ հապատահել չենք հասկանում, այդ ենք հասկանում, որ ում կողմից է բերել ուսին գցած այդ խաղաղությունը Ալիևն ասում է փաստաթուղթը ստորագրված չի, դու լրացուցիչ պարտավորություններ ունես կատարելու, որի դեպքում նոր փաստաթուղթը ստորագրենք, երաշխիքներ ու ժամկետներ ֆիքսենք, քանի անգամ ենք այդ մասին խոսել, որ նախաստորագրված փաստաթղթի մեջ երաշխիքներ, ժամկետներ, պարտավորություններ չկան։ Առավել ևս անվտանգության երաշխիքներ չկան Տրամպի կողմից կամ որևէ մեկի։ Ընդհակառակը Ալիևն ասեց հելա ու նախաստորագրվածը ուշացնեք ստորագրել, դուք պատասխան կտաք Ամերիկային, որ դուք չհարգեցիք Տրամպի միջնորդությունը։ Դուք պետք է արագ ստորագրեք։ Իսկ Փաշինյանն ասում արագ ստորագրելու համար սահմանադրությունը փոխենք։ Սահմանադրությունը չենք փոխի մինչև ընտրություն։ Նույնիսկ եթե կարողանային դա անել, մի պարզ պատճառով, որ հանկարծ սահմանադրությունը մերժելը չդառնա ընտրության հետ կապված իրան մերժելու քվեարկություն։ Շատ լավ հասկանալով, որ 700,000 ձայն հավաքել է մոտ այդքան իրատեսական չի, մանավանդ սահմանադրությունը մերժել Ալիևի պահանջով, հասկացա, որ դա ընտրություններից առաջ մեծ վնաս կպատճառի իրան։ Ավելի լավ է բերեք ընտրվենք ու ասենք ժողովուրդ ջան, դե դուք եթե մեզ պատվիրակել եք խաղաղություն բերել, խաղաղությունը բերելու համար մենք պետք է սահմանադրությունը փոխենք։ Սահմանադրությունը եթե մերժում եք, նշանակում է դուք պատերազմ եք։ Ուզում են շանտաժը, որի մասին արդեն պարբերաբար խոսում են, բայց չէ որ դուք մեզ մանդատ եք տվել։ Հիմա հարց է ծագում։ Դու ընտրություններից հետո ես ուզում վերանայես սահմանադրություն, որ դա հիմք հանդիսանա Ալիևը ստորագրի, այն էլ մենք չգիտենք նոր պայման կդնի թե չէ։ Նախաստորագրման ժամանից առաջ էլ հենց գիտեիք պայման չի դնելու։ Մարտ ամսին արդեն բանակցած էր։ Այն կետերը, որը Հայաստանը զիջեց, մենակ նրա համար, որ Ալիևը ստորագրի։ Հայաստանը զիջեց, ամբողջ աշխարհն ասեց, հա, բարձր ենք գնահատում այդ բանը տենց խիզախ զիջումները, գոնե նրա համար որ ստորագրի։ Զիջեցիր, վերջացրեցիր, փաստաթղթերը ստորագրեց, որից հետո կանգնեց ասեց չեմ ստորագրում, որովհետև դու պարտավորություններ ունես։ Պարտավորությունների մեջ մտավ ԵԱԿ Միսկի խումբը, որը առաջ բերեցիք, ասիկ դա պետք է պայմանագիրը ստորագրելուց անենք, բայց դա էլ ստիպված եղաք առաջ բերել, որովհետև որպեսզի Ալիևի պահանջը կատարեք։ Սահմանադրությունն էլ հաճույքով Ալիևի պահանջը կկատարեիք։ Պարզապես վախենում եք ձախողեք ընտրությունների արդյունքները։ Դա է պատճառը, որ չեք անում։ Այդ մի բարդ բան չի հասկանալու համար, թե ինչի ընտրություններից առաջ դա չի արվում։ Բայց ի վերջո հարցը հանգում է նրան։ Ադրբեջանը պարզ ասում է,
Ես քո գործընկերը չեմ։ Հերիքա խափես քո ժողովրդին ու ասես Ալիևից պրոբլեմ չկա, Ադրբեջանից պրոբլեմ չկա, խաղաղությունը հաստատված է։ Ասում աղբե ջան, պարզ մարդիկ ասում են երկրորդ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռ թույլ չի տալիս Ալիևի այցը Երևան դիտարկել որպես արդիական քայլ։ Ադրբեջանը ելնում է իրական գործողությունների սկզբունքից։ Բարձր մակարդակի այց ստորագրված խաղաղության պայմանագրի եւ առանց գործնական մեխանիզմների գործարկման։ Սա է, ժողովուրդ ջան։ Սա է, որ ամեն անգամ ասում եք, հիստերիայի մեջ են ընկնում, ասում են, չենք հասկանում, դուք ինչու եք Ադրբեջանի օրակարգի մասին խոսում, Ադրբեջանի օրակարգի մասին չենք խոսում։ Ադրբեջանի օրակարգով ես ժողովրդին խաբում, թե խաղաղություն ես բերել։ Ադրբեջանն էլ ասում է, չես բերել, դու բան պետք է կատարես, դեռ չես կատարել։ Հերիքա խափես քո ժողովրդին, որտեղ նա Ադրբեջանը վախենում է, որ դու ժողովրդին խափելով ձայն ստանաս, վաղը մյուս օրը ժողովուրդը փողոց ալցվելու Փաշինյանին ասի, դու ինձ խափեցիր։ Ադրբեջանը տեսել է, որ ժողովուրդը կարողանում է փողոց լցվել։ Այսինքն ինքը չի կարող հույս դնի, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար կխափի ժողովրդին։ Դա է պատճառը, որ ասում է անկեղծ ժողովրդին ասա, ես ուզում եմ լիզել Ալիևի կոշիկները, ժողովուրդ ջան, ընտրեկից լիզեմ կոշիկները։ Պարզ ասա քո ժողովրդին մի խափի, որ դու խաղաղություն ես բերել։ Մեր ժողովուրդն էլ թող իմանա, որ ընտրում է Նիկոլ Փաշինյանին, որ Ալիևի կոշիկները լիզի, որի պատճառով խաղաղություն գա։ Խաղաղությունն էլ Ալիևը կխոստանա, կլինի, չէ։ Երբ կուզենա խաղաղությունը չի լինի, որովհետև երբ որ ինքը պատերազմով հարցը փորձեց լուծի քառօրյա պատերազմով եւ 44-օրյա պատերազմով ինքը պատերազմ չհայտարարեց Հայաստանին։ Ինքը գործում էր ԵԱԿ Միսկի խմբի պարտավորությունների շրջանակում, որ ուժի եւ ուժի սպառնալիքով հարցը կարգավորվելը անընդունելի է։ Չէր համաձայնվել Ալիևը դրան, բայց հետո ասեց դուք ոչ մի հարց չեք կարող լուծեք, դրա համար էլ պատերազմով հարցը լուծեցի։ Բայց մինչեւ այդ ինքը չէր ստանձնել պարտավորություն հարցը չլուծել ուժով կամ ուժի սպառնալիքով։ Այնպես է սա վիճակը, ժողովուրդ ջան, ընտրությունը ձերն է։ Ուզում եք դրա վրա խաբվեք, դրա համար էլ ուրիշ ոչ մի բան պետք չի։ Մարդը պարզ ասում է, ինչի եք դուք տենց տենչում, որ Ալիևը գա Հայաստան։ Կարելի է կասել հայ ժողովրդի ուշքը գնում է, որ Ալիևը Հայաստան գա։ Մի հատ էլ մերժվել ենք մենք, վայ Տեր Աստված։ Դե բաներ պետք է անենք, չէ՞ որ գա։ Ու Թուրքիան էլ Թուրքիայի աշխատակազմից էլ ասում են դեռ այդ հարցը վերջնական չի, իհարկե գիտենք վերջնական չի։ Թուրքիան էլ պետք է տենց կախվածության մեջ πάει, դա Թուրքիան ասել է, չեք կարող մեր այդ հարաբերությունը կարգավորել, մինչև Ադրբեջանի հետ չկարգավորեք։ Դուք հավատում եք, որ կարող է Թուրքիայի նախագահը գա Հայաստան, Ադրբեջանի նախագահը չգալու պայման։ Ադրբեջանի նախագահը մերժի, Թուրքիայի նախագահը գա, չի լինելու տենց բան։ Եթե եղել է ժամանակին, որ Թուրքիայից մարդ է եկել ֆուտբոլային խաղերի, դա եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում։ Այդ ուրիշ է, Հայաստանից է Սերժ Սարգսյանը գնաց։ Հիշում եք այն հորթի երջանկով, որ մեզ գոլ էին խփել թուրքերը, ոնց է երջանկացել ինքը։ Այդ ամեն ինչը երկկողմ հարաբերություն, բայց նույնիսկ այդ պարագայում նրանք չվավերացեցին, ասեն Ադրբեջանի հարցերը չլուծես, չենք վավերացնի։ Նույնիսկ այդ պարագայում անգամ այդ այցելությունը, որ կապ չուներ Ադրբեջանի հետ, արդյունքը կապ ունեցավ ու մենք դա տեսանք։ Իսկ հիմա Թուրքիայի հետ ինչքան այս վերջերս էլ ասում էին, աննախադեպ մակարդակի ենք հարցրել Թուրքիայի հետ հարաբերությունը։ Ուրեմն Ալիևը հայտարարելու ասի, ես մերժում եմ, որովհետև հարցերը չենք լուծել Հայաստանի հետ, Էրդողանն ասում է, ես գնում եմ, որովհետև հարցերը լուծել ենք Հայաստանի, դուք հավատում եք դրան։ Ու հիմա այսօր առավոտից իրիկու տարածում եք, որ մենք սպասում ենք Ալիևին ու Էրդողանին, ով է սպասում, ժողովուրդ ջան։ Ուզում եմ իմանամ, ձեզնից ով է սպասում։ Փաշինյանն է սպասում, ով է սպասում։ Դրա համար այս ամեն ինչը մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք, որովհետև սա ըլնելու է մեր առաջիկա ընտրությունների հետ կապված ամենակարևոր հարցը, թե ինչպիսի քաղաքականություն են մեզ ներկայացնում դրա հետ կապված։ Մի բան կար օրերս անդրադարձան, դա կարճ անդրադառնամ, Քամալա Հարիսն ակնարկել է 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների իր հնարավոր մասնակցության մասին։ ԱՄՆ նախկին փոխնախագահի խոսքով քաղաքականությունը մնում է իր կյանքի գործը։ Ես դեմ չեմ ավարտել դա իմ ամբողջ կարիերան է, այն հոսում է իմ երակներում։ Հարեսը վերահսկողություն է հայտնել, որ ապագայում Սպիտակ տունը կզբաղեցնի կին նախագահ։ Այն որ Սպիտակ տունը երբեք կին նախագահ չի զբաղեցրել եւ դա առաջինը կլինի, լինում են բացառություններ,
Չէ որ եղավ այնպես, որ Քամալա Հարիսն էլ ցույց տվեց, որ ինքը հենց այդ բացառությունների արդյունքում դարձել է ԱՄՆ փոխնախագահ։ Երբեք Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխնախագահ կին չէր ունեցել։ Երկու նման անհաջող փորձ կատարեցին, մեկ հանրապետականները, մեկ դեմոկրատները, երկու դեպքում էլ զախողվեցին։ Հանրապետականների ժամանակ Ջոն Մքեյնը, որը նախագահի թեկնածու էր, ընտրել էր Ալյասկայի նահանգապետին Սարա Փեյլինին, մարդիկ էլ ասում են լավ, այս մարդը 72 տարեկանում բավոր մի բան ալի սրան, առողջական է խնդիրներ ունի։ Այս հաչոնիկն է ղեկավարելու աշխարհը։ Մենակ Ամերիկան չէ որ փոխնախագահ ավտոմատ կերպով դառնում է նախագահ, եւ դրա համար մերժեցին։ Չնայած մյուսն էլ բավական լուրջ տեխնացու էր, Ջերալդին Ֆերարոն, ՆԱՏՕ-ի ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, բայց նրան մերժեցին։ Քամալա Հարիսը միակն էր, որ փաստորեն այդ բացառությունը հաղթահարեց։ Բայց խնդիրը այստեղ ամենևին դա չի, որ կին նախագահ ընտրելու հնարավորություն լինի։ Ինքը որպես նախագահի տեխնացու դառավ, որովհետև ամբողջ նախընտրական փուլը անցան, վերջի պահին Բայդենը հետ քաշվեց եւ առաջարկեց Քամալա Հարիսին։ Այլևս պրայմերիզի միջոցով մեկ ուրիշին ընտրելու հնարավորությունը չկար։ Բայց հարցը նորից նաև դա չէ։ Հարցը նա է, դեմոկրատական կուսակցությունը դեռ լուրջ քայլեր ունի ժողովրդին ցույց տալու, որ ինքը այլ որակի դեմոկրատական կուսակցություն է, որովհետև նրա չափից շատ դեմոկրատական քայլերը մարդկանց դուրս չեկավ, իսկ չափից շատ էլ ուժեղ աշխարհակաղակական քայլ չարեցին, որպեսզի կոմպենսացնեն այն ներքին խնդիրները, որ մարդիկ դժգոհ էին մնացել։ Արդյունքում ստացվեց, հիմա այսօր Տրամպի վարկանիշը կարող է անգնի, բայց դեմոկրատներին դրանից չի բարձրանա։ Եթե Քամալա Հարիսը ցանկություն ունի հասկանա դեմոկրատական կուսակցությունը հասարակության աչքում վերականգնի իր դիրքը, կարողանա ասի, որ նոր որակով ենք հանդես գալու եւ օգտագործի Տրամպի սխալները։ Տրամպի սխալները կարող է մարդիկ նայեն, բնական գիտեն Տրամպը գնացող է, բայց 2026 թվականի ընտրությունները պետքա ցույց տա, կոնգրեսի ընտրությունները, որը եկող տարի դե 2 տարին մեկ է ընտրում, եւ սենատը, որը 6 տարին մեկ է ընտրում, 1/3-ով ռոտացիայի խնդիրը։ 2026 թվականի նոյեմբերին նաև կտեսնենք դեմոկրատները կարողացան ժողովրդի աչքում ասել մենք լավն էինք։ Առայժմ ասում էին Տրամպը վատնա, բայց դուք էլ մի բարի պտուղ չեք։ Լուրջ քայլեր ունեք անելու դեմոկրատական կուսակցության հեղինակությունը բարձրացնելու, նոր մտածեք կուսակցությունը Հարիսին կառաջադրի եւս մեկ անգամ, թե ոչ, որովհետեւ փոխնախագահից նախագահ շատ դժվար է ալնում, որովհետեւ ֆունկցիոնալ առումով այդքան մեծ լիազորություն չունի երկրի ներսում փոխնախագահը, որպեսզի հասարակությունը իրան լավ ճանաչի։ Այնպես որ դա այդ հարցին մենք էլի կանրադառնանք, ցանկությունը լավ բան է, բայց իրականության համար այդ գլոբալ լուրջ քայլերը դեմոկրատական կուսակցությունը, որ օգտվի է սխալներից, դեմոկրատականների սխալից օգտվելով Տրամպը դառավ նախագահ։ Հիմա Տրամպի սխալներից օգտվելով դեռ դեմոկրատները չեն վերականգնել իրանց։ Եթե վերականգնեն, ես այդ մասին անպայման ձեզ կասեմ։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։